Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների թիվը 2017 թվականի համեմատ աճել է 18.5 անգամ։ Այս մասին հայտարարել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ 2017 թվականին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործել է 650 ընկերություն, 2024-ին դրանց թիվը կազմել է 8396, իսկ 2025-ին 12026։ Ոլորտի շրջանառությունը ևս զգալի աճ է գրանցել 2025 թվականին գերազանցելով 1 տրիլիոն դրամը։ Հայաստանի ռազմարդյունաբերության ոլորտում գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական մշակումների ֆինանսավորումն աճել է 50%-ով, կազմելով ավելի քան 2 միլիարդ 100 միլիոն դրամ։ Ֆինանսավորման աճը պայմանավորված է եղել հիմնավոր կոմպլեքս բովանդակային բարեփոխումներով, ինչը մեծացրել է ծրագրի գրավչությունը ռազմարդյունաբերական ընկերությունների համար։ Հայաստանի էլեկտրաէներգետիկական և գազամատակարարման համակարգերում 2025-ին իրականացվել են շուրջ 52 միլիարդ դրամ ներդրումներ։ Առաջին անգամ 17 միլիարդ դրամ ներդրում է կատարվել ջրամատակարարման համակարգում։ Այս մասին հայտարարել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ Նախորդ տարի հանձնաժողովի կողմից մշակվել և ընդունվել է էլեկտրաէներգետիկական շուկայի կանոնների բարելավմանն ուղղված փոփոխությունների 5 ծավալուն փաթեթ։ Արցախի հայաթափման ժամանակ Հայաստանի Հանրապետության կողմից սառեցվել են Արցախի անունով բանկային հաշիվները, ինչի հետևանքով մինչև այսօր հնարավոր չէ վճարել ավելի քան 22,000 աշխատողների չվճարված աշխատավարձը, վերջնահաշվարկները և արձակման նպաստները։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից աշխատանքից ազատված աշխատողների վերջնահաշվարկները և արձակման նպաստները կազմել են ավելի քան 5 միլիարդ դրամ, իսկ 2023 թվականի սեպտեմբեր ամսվա չվճարված աշխատավարձը ավելի քան 550 միլիոն դրամ։ Ռուսաստանը որպես Եվրասիական տնտեսական միության անդամ պատրաստ է քննարկել ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորությունը Լատինական Ամերիկայի երկրների հետ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Հնարավոր ազատ առևտրի գոտին կարող է ընդլայնել շուկաների հասանելիությունը և խթանել երկկողմ առևտրատնտեսական կապերը, ստեղծելով նոր հնարավորություններ անդամ երկրների արտադրողների համար։ Ռուսաստանը ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենաների ներկրումը կհաշվարկի միասնական սակագնով։ Առաջարկվող մոտեցումը չի անդրադառնա այն ներմուծողների վրա, որոնք համապատասխան փաստաթղթերում նախապես նշել են մեքենայի իրական մաքսային արժեքը։ Նմանատիպ որոշումը արդեն կիրառվել է այն ավտոմեքենաների նկատմամբ, որոնք ԵԱՏՄ են ներկրել իրավաբանական անձինք։ Այժմ որոշվել է այդ փորձը տարածել նաև ֆիզիկական անձանց վրա։ Գերմանիայի իշխանությունները պլանավորում են հարևան երկրների հետ սահմանների վերահսկողությունը երկարաձգել մինչև սեպտեմբերի 15-ը։ 2025-ի մայիսի 7-ին ներքին գործերի նախարարությունը չեղյալ է հայտարարել նախորդ կաբինետի 2015 թվականի որոշումը, որը թույլ էր տալիս ապաստան խնդրողներին մուտք գործել երկիր։ Այժմ ապաստան խնդրողներին սահմաններից հետ են ուղարկում, եթե նրանք արդեն դիմումներ են ներկայացրել Եվրամիության այլ երկրներ։ Դուբայը 2025-ին ընդունել է ռեկորդային 19.59 միլիոն զբոսաշրջիկ, ինչը 5%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Միայն նախորդ տարվա դեկտեմբեր ամսին Դուբայ է այցելել 2 միլիոն զբոսաշրջիկ։ Հյուրանոցների միջին զբաղվածության մակարդակը նախորդ տարի հասել է 80.7%-ի, 2024-ի 78.2%-ի համեմատ։ Հայաստանում վերջին շրջանում կենսաթոշակները փաստացի չեն ավելացել, բայց պետությունը նոր կարգավորումներով փորձում է հասնել դրան։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտարարում են, եթե կենսաթոշակառուն իր թոշակը ստանում է քարտով, ապա նրա կենսաթոշակն ավելանում է։ Ըստ կառավարության քաղաքականության կենսաթոշակի աճը ապահովվում է ի հաշիվ անկանխիկ գնումներից ստացած հետվճարի։ Փետրվարին արդեն առաջին անգամ նոր դրույքաչափերով կհաշվի հետվճարը և առավելագույն չափը կկազմի 10,000 դրամ կամ կատարած անկանխիկ գործառնությունների 20%-ը։
Գերատեսչությունից կենսաթոշակառուներին հորդորում են հնարավորինս արագ բանկ ընտրել ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն տարբերակով, կնքել հաշվի սպասարկման պայմանագիր ու ստանալ կենսաթոշակային քարտը։ Այս գործողությունների վերջնաժամկետը մարտի 5-ն է։ Եթե մինչև այդ քաղաքացիները բանկ չընտրեն, դա իրենց փոխարեն կանի միասնական սոցիալական ծառայությունը։ Եթե քաղաքացին ի սկզբանե չի կարողանում բանկ այցելել, բանկային հաշվի քարտի թողարկումը պայմանագրի կնքումը իրականացվելու է տանը սուրհանդակային ծառայության միջոցով։ Սուրհանդակը կկապնվի այն հեռախոսահամարով, որը տրամադրելու է միասնական սոցիալական ծառայությունը, փորձելու է բանկի քարտի պայմանագրի եւ քարտի առաքումը իրականացնել տուն։ Եթե փորձը ձախողվի եւ հնարավոր չլինի բանկային քարտի թողարկման համար անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրել, այդ փուլում արդեն միասնական սոցիալական ծառայության աշխատակցի հետ միասին կայցելեն տուն ու կկազմակերպեն ամբողջ գործընթացը համատեղ։ Այս գործընթացը եւս իր մեջ խնդիրներ է պարունակում։ Հայաստանյան բանկերից ոչ բոլորն են քաղաքացիներին սուրհանդակային ծառայություններ մատուցում։ Այսինքն, եթե հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացին ընտրել է բանկ, որը չունի սուրհանդակային ծառայություն, փաստի առաջ է կանգնելու։ Խնդրի լուծման մեխանիզմներ դեռևս չի առաջարկում պետությունը։ Միասնական սոցիալական ծառայության հույսը բանկերի հետ գործընկերային հարաբերություններն են քաղաքացիներին հնարավորինս օժանդակելու համար։ Բացառապես անկանխիկ կենսաթոշակների վճարմանն անցնելուն նաև խոչընդոտում է այն հանգամանքը, որ ոչ բոլոր շահառուներն ունեն անձը հաստատող վավեր փաստաթուղթ, այսինքն գործընթացը դառնում է կրկնակի։ Պետք է նախ ձեռք բերել փաստաթուղթը, նոր բանկի հետ պայմանագիր կնքել։ Եթե այս քաղաքացիների շրջանակներում կլինեն անձինք, որոնք նույնպես կունենան տեղաշարժման սահմանափակումներ ու չեն կարողանա անձահաստատող փաստաթուղթը վավեր անձահաստատող փաստաթուղթ ձեռք բերել մինչև ապրիլ ամիսը, մեր ներքին գործերի նախարարության գոլեգաների հետ միասին բանակցությունների արդյունքում համատեղ ջանքերով նրանց նույնպես անձահաստատող փաստաթղթի տրամադրման գործընթացը կիրականացվի շրջիկ անձնագրային կետերի միջոցով։ Անգամ տարեց կենսաթոշակառուները պետք է էլեկտրոնային փոստի հասցե ներկայացնեն կենսաթոշակը անկանխիկ ստանալու համար։ Եթե որոշ քաղաքացիների ենթադրաբար կօգնեն ընտանիքի մյուս անդամները, ապա իրավիճակը ավելի բարդ է միայնակ ապրող տարեցների դեպքում։ Ըստ անհրաժեշտության նրանց համար էլեկտրոնային փոստի հասցեներ կբացվեն միասնական սոցիալական ծառայության գրասենյակներում աշխատակիցների կողմից։ «2025 թվականին Հայաստանը 15%-ով ավելացրել է մրգի և բանջարեղենի մատակարարումները ԵԱՏՄ շուկաներ։ Հայկական մրգերի և բանջարեղենի պահանջարկի աճը կարող է բացատրվել մի քանի գործոնով՝ արտադրանքի որակի և էկոլոգիական մաքրության բարձր գնահատում, լոգիստիկ ուղիների բարելավում, ԵԱՏՄ շրջանակում մաքսային և սերտիֆիկացիոն ընթացակարգերի պարզեցում և նույն ժամանակ Հայաստանից թարմ սառեցված ձկան արտահանումը ԵԱՏՄ անդամ երկրներ աճել է 21%-ով։